Ողջույն, եթե դու բացել ես այս վիդեոն, ապա դու ամենայն հավանականությամբ Ռեալի կամ Բարսելոնայի երկրպագու ես, Մադրիդիստա կամ Բլաուգրանը, կամ պարզապես այն միլիոնավոր ֆուտբոլասերներից մեկը, ովքեր անկախ ակումբային պատկանելությունից չի կարողանում անտարբեր անցնել Էլ Կլասիկոյի կողքով։ Իսկ այդպիսի ֆուտբոլասերները շատ են։ Այսօրվա մեր թեման Էլ Կլասիկոների մի փոքր տարբեր է։ Այսօր խոսելու ենք Ռեալի եւ Բարսելոնայի ձախողումներից Էլ Կլասիկոներում այն ժամանակ, երբ նրանք որոշել են հանդես գալ հատուկ Էլ Կլասիկոյի համար պատրաստված մարզահագուստով։ Նման դեպքերը վերջին տարիներին շատ են եղել։ Այդ մասին ավելի մանրամասն մի փոքր ավելի ուշ։ Իսկ հիմա պետք է խնդրեմ, որպեսզի բաժանորդագրվես ուրիշ ֆուտբոլ YouTube անալիքին, սեղմելով կարմիր կոճակը, եթե ցանկանում ես իհարկե աջակցել ուրիշ ֆուտբոլին, եւ իհարկե միացնել զանգակը, որպեսզի մենք նորից հանդիպենք։ Իսկ ուր առանց լայքի, լայք այս վիդեոին, ես վստահ եմ, որ այն քեզ դուր կգա, լայքիր եւ արդեն անցնենք բուն թեմային։ Արեցիր, շնորհակալ եմ։ Դե ինչ, գնացինք։ Էլ Կլասիկո, հանդիպում, որը հեռուստաէկրանների առջև է գամում միլիոնավոր հեռուստադիտողների ամբողջ աշխարհով մեկ, որը լարվածության մեջ է պահում անգամ նրանց, ովքեր չեն երկրպագում ոչ Մադրիդին, ոչ Բարսելոնային։ Էլ Կլասիկոյին հատուկ կերպ պատրաստում են նաև Լա Լիգան եւ ակումբները Բարսելոնան ու Ռեալը։ Գնդակն եմ մոռացել Լա Լիգայի։ Լա Լիգան անգամ Էլ Կլասիկո անվանման համար վերջերս դատական պրոցեսների մեջ էր Ռեալ Մադրիդի եւ Բարսելոնայի հետ։ Եվ այնպես ստացվեց, որ Էլ Կլասիկո անվանումը Ռեալ Մադրիդն ու Բարսելոնան այլևս չեն կարող օգտագործել կոոպերացիոն նպատակներով եւ այդ մենաշնորհը Լա Լիգայինն է։ Եվ դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ կոմերցիան այս հանդիպման շուրջ ամենուր է։ Իսկ դրա դրսևորումները տարատեսակ։ Այսօր խոսելու ենք Էլ Կլասիկոների համար հատուկ նախագծված շապիկների, ոնցով թիմերը խաղում են Էլ Կլասիկոներում եւ դրանց վատ կարմայի մասին։ Իհարկե բացառությամբ մեկ դեպքի, որը գրանցվել է հենց ամենավերջին պաշտոնական Էլ Կլասիկոյում։ Հենց առաջին դեպքը տեղի ունեցավ 2021 թվականի ապրիլին Ալֆրեդո Դի Ստեֆանո մարզադաշտում, որտեղ Մադրիդի Ռեալը ընդունում էր Բարսելոնային։ Դա կոവിഡ്ի ժամանակահատվածի ամենաբուրըն ընթացքն էր եւ իսպանական Լա Լիգան այդ ժամանակ անց էր կացվում առանց հանդիսականների, Ռեալն էր խաղում էլ Ալֆրեդո Դի Ստեֆանո մարզադաշտում։ Այդ խաղում կապիտաներնագույնները առաջին անգամ հատուկ մարզաշապիկով հանդես եկան, որը մի փոքր այլ էր ավանդական տնային մարզաշապիկից։ Այն ժամանակ տիխոսային հովանավորը դեռ Ռագուտենն էր, իսկ կապիտաներնագույն մարզաշապիկին ավելացել էին դեղին գծեր։ Ռեալը կարողացավ այդ խաղում հաղթել 2-1 հաշվով, միգուցե հիշեք Կարիմ Բենզեմայի խփած գեղեցիկ գոլը կրնկով, եւս մեկ գոլ Տուգանյանից խփեց Թոնի Քրոսը, իսկ Բարսելոնայից միակ գոլը խփեց Օսկար Մինգեսան։ Թեև Բարսելոնան մնացել էր 10 հոգով, բայց խաղավերջում կարող էր փրկել խաղը, այդ դրվագում գնդակը դիպավ հորիզոնական դարպասածողին եւ Մադրիդը փրկվեց։ Սա առաջին դեպքն էր, երբ հատուկ մարզաշապիկը անհաջողություն բերեց թիմերից մեկին։ Երկրորդը սպասեցնել չտվեց, հենց հաջորդ մրցաշրջանում գրեթե 1 տարի անց Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում կայացած խաղում արդեն Ռեալն էր խաղում հատուկ մարզաշապիկով։ Այդ տարի Ռեալը նշում էր հիմնադրման 120-ամյակը եւ հատուկ այդ առիթով Adidas-ը սև մարզաշապիկ էր նախագծել Yamamoto-ի դիզայնով Y3 գրվածքով, որով հենց Ռեալը խաղաց Էլ Կլասիկոյում, սակայն Ռեալը, որ այդ պահին բավական լավ թափ էր հավաքել եւ Տիբո Կուրտուանով այդ օրը ստացավ նախորդ ամսվա Լա Լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, այդ օրը ձախողվեցին։ Ռեալը 4 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը, դե իսկ Բարսելոնան ցնծում էր։ Այո, Բարսելոնայի երկրպագուները կարծում եմ շատ լավ են հիշում այդ հանդիպումը, իսկ Ռեալի երկրպագուները ցանկանում են մոռանալ այն։ Այն բանից հետո, երբ Բարսելոնան պայմանագիր կնքեց Spotify սթրիմինգային պլատֆորմի հետ, կոմերցիան Բարսելոնայի կյանքում անհամեմատ ավելացավ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նրանք վաճառեցին Camp Nou մարզադաշտի անվան իրավունքները, որը դարձավ Spotify Camp Nou, թեև հիմա այն վերանորոգվում է եւ շատ ակտիվ վերանորոգման փուլում է, ամբողջությամբ քանդել են եւ 0-ից են սարքում կարծես, բայց Spotify-ը սկսեց տարբեր հետաքրքիր կոմերցիոն դրսևորումներ իրականացնել Բարսելոնայի շապիկին։ Կարող ենք ասել, որ Spotify-ը 101%-ով սկսեց օգտագործել Բարսելոնայի բոլոր կոմերցիոն լծակները։
ըստ պայմանավորվածության Spotify կարող է իր ցանկացած արտիստի կամ լեյբլի կամ ինչ-որ առիթով ձայնասկավառակի շնորհանդեսի տարբերանշանը տեղադրել Բարսելոնայի մարզաշապիկին տիտղոսային հովանավորի տեղում իր Spotify գրվածքի տեղը եւ այդ իրավունքից շատ ակտիվորեն օգտվում է Spotify-ը։ Եվ երբ անել դա, եթե ոչ El Clasico-ին հանդիպման ժամանակ, որը ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռում է իր կողմ։ Առաջինը այդ պատվին արժանացավ рэփեր Drake-ը, ում ձայնագրությունները Spotify-ում լսել էին 50 միլիարդ անգամ։ Рэփեր Drake-ի Ovo տարբերանշանը, բուն հավանաբար հիշում եք, հայտնվեց Բարսելոնայի խաղաշապիկին։ Drake-ը անգամ այդ խաղի վրա խաղադրույք էր կատարել իհարկե Բարսելոնայի հաղթանակի վրա, բայց ցավոք այդ խաղում թե Բարսելոնան եւ թե Drake-ը պարտվեցին։ Եվ սա էլ արդեն երրորդ դեպքն էր, երբ հատուկ մարզաշապիկը անհաջողություն էր բերում թիմերից մեկին։ Ռեալը կարողացավ հաղթել 3-1 հաշվով։ Չորրորդ դեպքը, երբ թիմը հանդես էր գալիս հատուկ մարզաշապիկով, նախորդ մրցաշրջանում էր եւ դա միակ դեպքն է, երբ ակումբը այդպիսի խաղաշապիկով խաղալուց չի պարտվել, այլ հաղթել է։ Խոսքը իհարկե Բարսելոնայի մասին է։ Այդ խաղում իհարկե ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել, Մարկո Ասենսիոյի խփված գոլը չհաշվեցին, վառը չեղարկեց այդ գոլը, անմիջապես հաջորդ գրոյի ժամանակ Բարսելոնան Ֆրանկ Կեսիեի գոլի շնորհիվ կարողացավ հաղթանակ կորցնել 92-րդ րոպեին։ Բարսելոնան հաղթեց 2-1 հաշվով։ Այդ խաղում Բարսելոնայի խաղաշապիկը զարդարում էր կատալոնացի երգչուհի Ռոսալիայի Գալիք ալբոմի տարբերանշանը։ Այսպիսի հետաքրքիր պրոմո ակցիա էր մտածել Spotify-ը Ռոսալիայի Moto Ami ձայնասկավառակի համար։ Գալիք El Clasico-ն արդեն 5-րդը կլինի, որտեղ թիմերից մեկը հատուկ խաղաշապիկով է հանդես գալու։ Եվ կրկին հատուկ մարզաշապիկով կլինի Բարսելոնան։ Թեև թիմը իր խաղերը անցկացնում Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտում, որը մեզ ավելի հայտնի է Մոնժուիկ անվանումով, բայց այնտեղ տրամադրությունները թեժ են լինելու եւ El Clasico-ն իսկական El Clasico-ի է նման լինելու։ Այդ խաղում Բարսելոնայի խաղաշապիկի տիտղոսային հովանավորի դիրքում կլինի աշխարհահռչակ Rolling Stones խմբի հայտնի բերանի եւ լեզվի համադրությամբ այդ տարբերանշանը, որը ամբողջ աշխարհում ճանաչում են որպես Rolling Stones-ի տարբերանշան։ Իդեպ այս անգամ էլ տարբերանշանը հենց այդպես չի տեղադրվել։ Հոկտեմբերի 20-ին լույս է տեսնում Rolling Stones խմբի Hackney Diamonds ձայնասկավառակը։ Եվ այդ ալբոմը, եթե ես չեմ սխալվում, 26-րդ ստուդիային ձայնագրությունն է Rolling Stones-ի։ Իդեպ առաջինը 2005 թվականից հետո։ Ահա այսպես Spotify-ը փորձում է մաքսիմալը քաղել Բարսելոնայից եւ նոր տրենդներ է թելադրում ֆուտբոլային հովանավորչության աշխարհում։ Իհարկե, նման գործողությունները, նման դրսևորումները հավելյալ ուշադրություն են հրավիրում El Clasico-ի վրա, չնայած այն էլ El Clasico-ն աշխարհում ամենասպասված իրադարձություններից մեկն է։ Ինձ էլ հետաքրքիր է արդյոք ում եք երկրպագելու գալիք El Clasico-ին եւ ինչ կանխատեսումներ ունեք այդ հանդիպման համար։ El Clasico-ները վերջին տարիներին գնալով ավելի թեժանում են։ Վերադառնալով Spotify-ի կոմերցիոն դրսևորումներին, պետք է ասեմ, որ նրանք առաջինը չեն, որ նման համագործակցություն են արել։ Կարող ենք հիշել West Ham-ի եւ Iron Maiden rock խմբի համատեղ թողարկած շապիկները, կամ ասենք երգիչ Ed Sheeran-ի եւ Ipswich Town ֆուտբոլային ակումբի համագործակցությունը, որի ընթացքում Ed Sheeran-ի նոր Divide ձայնասկավառակի անվանումը գրված էր Ipswich Town-ի խաղաշապիկին, Ipswich Town-ը դեպ Ed Sheeran-ի հայրենի քաղաքն է ներկայացնում եւ այդ պատճառով հենց Ed Sheeran-ը որոշել այդպես կովածնել իր նոր ալբոմը։ Երաժշտությունը եւ ֆուտբոլը կարծես ել ավելի են մոտեցել իրար եւ ել ավելի հետաքրքիր կոլաբորացիաներ են մեզ սպասվում հետագայում, ինչը իհարկե բավական ուրախալի է։ Չէ՞ որ բոլորս էլ սիրում ենք ֆուտբոլ դիտել եւ երաժշտություն լսել։ Իհարկե իրարից առանձին։ Դե ինչ, սպասենք El Clasico-ին, որը հոկտեմբերի 28-ին է եւ որը միշտ բոլորիս հաճելի լարվածության մեջ է պահում։ El Clasico-ն այդպիսինն է։ Դե իսկ ես ձեզ ասում եմ մինչ նոր հանդիպում ֆուտբոլային խաղադաշտերում եւ ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքում։ Չմոռանաք, որ կարող եք հետևել մեզ նաեւ Telegram-ում, TikTok-ում, Instagram-ում եւ Facebook-ում։ Հուսով եմ արդեն լայքը դրել եք, բաժարտագրվել եք եւ միացրել եք զանգակը, որպեսզի մենք նորից հանդիպենք։ Ես Ռոբն եմ, մնացեք ուրիշ ֆուտբոլի հետ։ Շնորհակալություն եւ կհանդիպենք։ Բոլորիս հաճելի El Clasico։
Գնդակ պատտելը իմը չի էլի։